Դե գիտեք, Vivarro-ի Վիգենը սրանց հիմնական հովանավորներից մեկն է, Ալենի անձնական հովանավորն է կարելի ասել, եւ ինչա տեղի ունեցել։ Իրանք ունեն իրենց այդ fast coin-ները, այսպես կոչված, հա, կրիպտոարժույթի իրանց, ու շատ մարդիկ ձեռք են բերել այդ fast coin-ներից որպես ներդրում կամ ինչ որ տենց բիզնես բան, որտեվ շատ արագ աճում էին, նաեւ իրանք այդ fast coin-ները տալիս են իրենց աշխատողներին, մի մասին, չգիտեմ, ինչ որ որպես պրեմիա, մի մասին աշխատավարձի, մի մասը, մի խոսքով ես չգիտեմ, տենց շատ մանրամասն, բայց փաստն է, որ շատ մարդիկ, ես նաև դատում եմ նրանց, որ ինձ են գրել բազմաթիվ մարդիկ, ովքեր բավականին մեծ գումարներ դրել են այդ fast coin-ի մեջ, համարելով, որ կրկնվելու է մինի տարբերակը Bitcoin-ի, այսինքն այսօր արժի, չգիտեմ, $1, վաղ լինելու է $100 եւ իրանց դրած $1000 կդառնա $100,000։ Վիգենն էլ դե գիտեք, այտենց պանտավիկ գնում է ինչ որ ամեն տեղ իր FTN-ները բան, միտը գնում է ինչ որ բանը, բանի են, ֆորսաժի մեքենան առնում, ինձ բան է էլի, գլամուր տենց գուլյատլնող տղա է ու դա նաև գրավում արկո, դեռ գիտեն, այսօր ամենահարուստ մարկանցից մեկն է Հայաստանի, եթե ոչ ամենահարուստը, ու ուրեմն վստահելով այդ ամեն ինչին գնում են եւ գումարներ են դրել։ Եվ այսօր ցերեկը տրակում է այս fast coin-ը 54%-ից ավել անկում է գրանցում։ 54-85։ Հա, համարյա 55% անկում է գրանցում, մարդիկ ովքեր ձեռք էին բերել 2.5-ով ոնց հասկանում եմ 2.5, 2.7 մոտարապես շատ-շատեր այդ ժամանակ էին գնել, որտեվ խայպը այդ ժամանակ էր բարձրանում։ Հիմա կորցրել են մոտ 30-40% այն գումարից, որ իրանք դրել են անձնական գումարից։ Ինչ 30-40, ջաց, շատ։ Չէ, իրանց դրած գումարի։ Հա, ոչ թե իրանց եկամտի հնարավոր։ Հա, օքեյ։ Իրանց դրած գումարը $1000 ինքը ժամանակին առել է։ Հա, parza մի բա դարել է 2000, ինքը չի հանել։ Հա, գիտես տես մարդկանց։ Գիտեմ։ Հա։ Եվ հիմա դարել է, ասենք 991 օրինակ։ Հիմա կորցրել է ինքը այդ բայից գլուխամ քիչ, եթե շուտ առե։ Եթե ուշ առե, ավելի մեծ խնդրեմ է։ Մի խոսքով հիմա ի՞նչն է հարցը։ Հարցը նա, որ սա կարա լինի ֆինանսական ինչ որ բուրգ տեսականորեն, այսինքն ոնց է տենց եղել, որ մի օրում այդքան ընկելա, թեպետ ինքը լուրջ տենց կրիպտո արժույթ չի, ես սրա մասին շատ մանրամասն չեմ կարող խոսել, որտեղ սրա մասնակից չէ, բիրժայում չկա գրանցված։ Հա, ինքը ոչ մի լուրջ բիրժայում չկա, որտեղ էլ ինչ որ բիրժաներում կա, շատ մեծ է կոմիսիան, այսինքն ինքը այնքան անվստահելի է, որ շատ մեծ տատանումներով են իրան իր առնել ծախել է, շատ մեծ ուրեմն կոմիսիա է։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Binance-ում вообще չկա։ Մենք մոտակա ժամանակները կհյուրընկալենք կրիպտո արժույթի ինչ որ մասնագետ, ես նախնական արդեն խոսել եմ այդ համապատասխան շրջանակների հետ, որpիսի մենք նաև սրա մասին խոսենք, ոչ միայն այս հայկական այս կրիպտո արժույթի, հա, որը որ իդեպ այդ բոլոր լուրջ մասնագետները գրում են, որ սա օդ է, սրա տակ որևէ բան չկա, ուղղակի Վիգենի խայպն է եւ սրա վտանգավոր է կարատարակի իդեպ կապիտալիզացիան մոտ 1 միլիարդ է, այսինքն հիմա որpիսի ինքը վերականգնվի մոտ $500 միլիոն պետքա սրասկել իր մեջ։ Իրանք ես ոնց հասկացա ինչ որ parzabanum մոտ բան տվել են հələ շուտ, որ unlock են անում մոտ 200 միլիոն FTN եւ այլն, չեմ ուզում ձեզ հիմա գրոզի տանեմ, որտեվ ինքս էլ լավ չեմ հասկանում, վստահ եմ դուք էլ լավ չեք հասկանա, բայց փաստը է նա, որ մարդը առավոտ զարթնում է, ունի $2000, ժամը 4-ին ունի $990։ Այդ տեղի է ունեցել։ Այսօր տենց մարդիկ կան, մենք անձամբ ճանաչում ենք այդ մարդկանց։ Իդեպ էս Վիգենի թեմա ավելի բաներ կա, ես մենակ ծածկաժույթ չեմ, ես դիմել են մարդիկ, այդտեղ ինքը մախինացիաներ են ինչ որ անում, նաև այդ սպորտ բեթինգի վրա։ Ես օրերս հանդիպելու եմ, ինձ ուղարկել են, խնդրել են բարձրաձայնել դա, բայց դեռ չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրել։ Մի խոսքով Վիգեն ջան, էլի խնդիրներ ունես այդտեղ, չգիտեմ հատուկ եք անում թե չէ, բայց մարդկանց խափում եք, մարդկանց գցում եք, խարդախությամբ եք զբաղված, առնվազն որոշ դրվագներով, որոնք ինձ ներկայացրել են, ես օրերս հանդիպելու եմ եւ դրա մասին եք խոսանք, մի խոսքով Վիգենը դառնում է մեր մշտական ռուբրիկայի մաս, ինչի համար ինքը այդքան ուրախ չի լինելու կարծում եմ, բայց կյանքը տենց բան է։